Մարիա հեռուստասերիալում Դավիթը ապրում է հույսով ու սիրով։ Նա վստահ է, որ իրենց հարաբերություններում ամեն բան գնում է դեպի կայունություն, եւ այս վստահության հիման վրա նա Մարիային հայտնում է իր պլանները։ Դավիթը պատրաստվում է շուտով գնալ Ռուբենի տուն եւ պաշտոնապես խնդրել Մարիայի ձեռքը։ Թեև Մարիան զգուշությամբ է վերաբերվում այս քայլին ու առաջարկում մի փոքր սպասել, Դավիթը համոզված է, հենց հիմա է ճիշտ ժամանակը։ Բայց Դավիթը չի էլ կասկածում, թե ինչ մութ ամպեր են կուտակվում իր գլխավերևում եւ որքան մոտ է հերթական դժվարությունը։ Սոֆյան թվում է որոշել է վերջնականապես հաշվեհարդար տեսնել։ Նա գալիս է ոստիկանություն եւ քննիչին հայտնում, որ հիշել է մի կարևոր դետալ, կապված Արտակի մահվան օրվա հետ։ Նա ասում է, որ սպանությունից առաջ Արտակը խոսում էր իր ու Դավիթի խոսակցության ձայնագրությունից, որը արել էր հեռախոսի միջոցով։ Քննիչը շնորհակալություն է հայտնում այս նոր տեղեկության համար, վստահեցնելով, որ Արտակի հեռախոսը մանրամասն կզննվի։ Միևնույն ժամանակ Ռուբենը, կատարելով Ալլահի խնդրանքը եւ հանուն երբեմնի ընկերության Աշոտի հետ, որոշում է հանդիպել Ռաֆին։ Նա ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվում Ռաֆի հոգեվիճակում։ Իր համար անսովոր է Ռաֆի այսչափ լուռ եւ հանգիստ պահվածքը։ Ոչ կռիվ է անում, ոչ սպառնում, ոչ էլ հարց է պարզում։ Ռուբենը զգում է, որ Ռաֆը ինչ-որ բան է թաքցնում եւ որ այս լռությունը վտանգավոր նախանշան է։ Քննիչն էլ շարունակում է գործի քննությունը, զննելով Արտակի հեռախոսը, նա իսկապես գտնում է այն ձայնագրությունը, որի մասին խոսել էր Սոֆյան։ Ձայնագրությունում Դավիթը ոչ միայն խոսում է Արտակի հետ, այլև հնչեցնում սպառնալիքներ։ Սա դառնում է իրավապահ մարմինների համար անհերքելի հիմք Դավիթին կանչելու հարցաքննության։ Դավիթը, չգիտակցելով իրավիճակի լրջությունը, ներկայանում է ոստիկանություն եւ զարմանում հարցերի ուղղությունից։ Երբ քննիչը նշում է ձայնագրության բովանդակությունը եւ դրա համատեքստը, ակնհայտ է դառնում, որ հենց Դավիթն է այս սպանության հիմնական կասկածյալը։ Եվ հենց այստեղից էլ սկսվում է Դավիթի կյանքի նոր շրջափուլը, նոր սպառնալիքներով, հնարավոր ազատազրկմամբ ու անվերահսկելի զարգացումներով։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, արդյոք Դավիթը կկարողանա դուրս գալ այս իրավիճակից եւ ինչպես կօգտվի Ռաֆը այս ամենից, երբ իմանա, որ կասկածում են Դավիթին։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում եւ չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին սերիալի թեր զարգացումները բաց չթողնելու համար։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկուն են ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունեմ։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ինձ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ընք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկել նկարաման եմ ինք խոսում։ Բերիսար։ Անդրես Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման, այսօր նեժնի նկարահանում է, էլի, անիմաստ գովազն եմ անում, չէ սուր։ Նեժնին ես սպասվել, երբ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա, մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կռիվ անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հար Կրիշնային։
Քրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժջուն ենք։ հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից այստեղ եմ, 3:00-ից վաղ այստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո, այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ։ Ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ։ Ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ է։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվեց ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվեց։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը ամոթ։ Շատ չէ, մի քիչ քանը։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for love drinking. Շատ։ Չէ, այո։ Կան կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ բաբա է։ Են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։